2021 թվականի մարտի 7-ին Եղվարդի Նեկտար և Սուդա գրուպ ընկերությունների միջև կնքվել է մատակարարման և արտահանման պայմանագիր։ Հայկական ընկերությունը պարտավորվել է մատակարարել բնական մեղր մինչև 2% մայրակատ պարունակությամբ։ Ընդհանուր առմամբ պետք է տարհանվեր 710 տարա, մոտ 19 տոննա մաքուր քաշով մեղր։ Միջազգային բեռնափոխադրումն իրականացվել է համապատասխան պայմանագրով, իսկ բեռը ավելի քան 2 միլիոն 900 հազար ԱՄՆ դոլար արժեքով ամբողջությամբ ապահովագրվել է Ռոսգոստրախ Արմենիայի կողմից։ Ապահովագրական պայմանագիրը նախատեսել է պատասխանատվություն բոլոր ռիսկերի համար։ Սակայն մայիսի 17-ին պատվիրատու ընկերությունը տեղեկացրել է, որ բեռի ավելի քան 80%-ը վնասվել է, 710 տարաներից 570-ը վնասված են եղել, իսկ մեղրը հոսել է։ 2 օր անց Եղվարդի Նեկտարը դիմել է ապահովագրական ընկերությանը, պահանջելով ճանաչել ապահովագրական պատահարն ու փոխհատուցել ամբողջական գումարը։ Մոտ 1 տարի անց ապահովագրական ընկերությունը մերժել է հատուցումը, նշելով, թե տարաները բավարար ամրություն և հերմետիկություն չեն ունեցել, իսկ բեռը պատշաճ չի ամրակապվել։ Արդյունքում Եղվարդի Նեկտար ընկերության և ապահովագրական ընկերության միջև առաջացել է վեճ, որը կարող էր լուծվել դատական կարգով։ Վեճը քաղաքացիական հարթությունից տեղափոխվել է քրեական դաշտ։ Նախաքննական մարմինը մեղադրանք է ներկայացրել Եղվարդի Նեկտար ընկերության հանգուցյալ տնօրեն Գևորգ Մկրտչյանին, պնդելով, թե նա փորձել է ապահովագրական ընկերությունից հափշտակել գումար մեղրի փոխարեն այլ նյութ արտահանելով։ Պաշտպանական կողմը այս մեղադրանքն անհիմն է համարում։ Նշում է, որ մեղրի խմբաքանակը նմուշարվել և սերտիֆիկացվել է, իսկ բեռնման ողջ գործընթացը համաձայնեցվել է ապահովագրական ընկերության հետ։ Առկա են հարյուրավոր էջերից բաղկացած էլեկտրոնային նամակագրություններ։ Բնականաբար ապահովագրական ընկերությունը հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը օգտագործել է նաև քաղաքացիական գործով և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է։ Դեռևս նախաքննության ընթացքում մենք ունեցել ենք ողջամիտ մտահոգություններ, որ քրեական վարույթ նախաձեռնելու, ապա նաև ընկերության տնօրենի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցում եղել է ոչ իրավաչափ միջամտություն և դրա հետևանքով գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան և հիմա ընթանում է դատական քննություն, հիմնական դատալսումների փուլում ենք։ Պաշտպանը նաև ընդգծում է, որ կասկածներն հիմնավորվում են նրանով, որ ավելի քան 2 տարի տևած նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել ընկերության ներկայիս տնօրենը, փոխտնօրենը, ում անմիջականորեն հայտնի են եղել նշված գործարքին վերաբերող բազմաթիվ հանգամանքներ։